Հանրաձայն, լավագույն եւ հարազատ։ Բարև ձեզ սիրելիներ, վանացանի եթերով եւ թիմադեդրի էջով ցեզի հետ են Գրիգոր եւ Սերլին ներկայացնելու համար հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Կսանինը ապրիլին Արևմտահայոց հարցերու ուսումնասիրության Գետրոն Կիդահեդոզոդական հիմնադրամին շենքին մեջ դեղի ունեցավ հանդիպում թուրք պատմապան, ցեղասպանակետ, հայկական հարցին բազմաթիվ գիրքերու հեղինակ, Los Angeles UCLA համալսարանի Promise հայկական համալսարանի հիմնարկի հայոց ցեղասպանության ուսումնասիրություններու ծրագիրի ղեկավար Թաներ Ակչամի հետ։ Թաներ Ակչամ ներկայացուց ցեղասպան պետության ակունքները գիրքը։ Մենակրության մեջ հեղինակը նոր մոդեցում կարաչարգե Թուրքիո հիմնադրության պատմության անոր համաձայն հանրապետության ստեղծման առաջին օրեն Թուրքիո մեջ հաստատված է խտրականության համար գարկ, որ մինչև այսօր գդրսևորվի փոքրամասնություններու նկատմամբ։ Թաներ Ակչամ նշեց, որ նույնիսկ եթե բերեք բազմաթիվ փաստաթուղթեր, որ Թալիաթ Փաշան հրամայած է գոտորել հայերը, միևնույն է, Էրդողան կշարունակե ուրանալ հայոց ցեղասպանությունը։ Թուրքիո կողմէ ցեղասպանության ճանաչումը կընդունվի միայն քաղաքական պայքարով, հայտնեց Թաներ Ակչամ։ Հոհիտա բյուրոյի հայտարարի գետրոնական գրասենյակը Բաքուի մեջ ապօրինի երբով բահվող 23 հայ քերներու ներառյալ Արցախի քաղաքական եւ ռազմական նախկին պատասխանատուներու ազատ արձակման համար թիմում հղած Եվրոպայի մեջ անվտանգության եւ համագործակցության գազագերբության յագի պատասխանատուներուն առաջարկելով, որ իքորս տնեն յագի դրամատրության տակ գտնվող գործիքագազմերը գնահատելու Ադրբեջանի օրենսդրական եւ վարչական ընթացակարգերը յագի հանդեպ իր հանձնարարություններուն լույսին տակ փաստերը արձանագրելու, ինչպես նաեւ համապատասխան առաջարկներ եւ խորհրդատվություն ներկայացնելու համար։ Յագի բարձրաստիճան պաշտոնյաներուն փոխանցված են նաև շարք մտերեգություններ Ադրբեջանի մեջ թադական համագարկի թերություններուն, ինչպես նաև հայ կերներուն իբրև աջակցություն զանազան պետություններու եւ միջազգային գազագերբություններու դիրքորոշումներուն մասին։ Միաժամանակ կշարունակի գործել հայ թադի գիտրոնական գրասենյակին հաստատած հարթակը armeniancause.net հասցեով, որը ստորագրողները կդիմեն յահգի պատասխանատուներուն վերոհիշյալ պահանջներով։ Յուրաքանչյուր օր ճակատագրական է մեր քերներու բարօրության եւ կյանքին համար։ Միջազգային հանրությունը հարկ է ջնշում կորզաթրե Ադրբեջանի եւ անոր նախագահ Իլհամ Ալիևի վրա, որբեսի դադրեցնե մարդու իրավունքներու գոբիտ խախտումները եւ ազատ արձակե անօրինական երբով ցերպակալված բոլոր քերիները։ Ստորագրություններուն թիվը հասած է 6000-ի, սակայն անհրաժեշտ է բազմացնել այդ թիվը։ Հայոց ցեղասպանության 110-ամյակի ոգեգոճումներու ծիրին մեջ Իրանահայությունը Թեհրանի եւ Նոր Ճուղայի մեջ կատարված հadouk ցերնակներով նշեց մեր 1.5 միլիոն նահատակներու նշանակը։ Թեհրանի հայոց թեմի մեջ 23 ապրիլի երեկոյան Թեհրանի Սուրբ Սարգիս առաջնորդանից եկեղեցու մեջ փյուրավոր նահատակներու ուչացանի մոտ դեղի ունեցավ մոմավարություն, որ մեի հետ բադանի երդասարտները երգեցին հեղափոխական երգեր։ 24 ապրիլի արավոտուն Թեհրանի Սուրբ Սարգիս առաջնորդանից եկեղեցու մեջ մադարակ մատուցեց Արաքել Ափեղա Քադեջյան, ապա սկաուտներու գազմած շարքերով թափորը անցավ փյուրավոր նահատակներու ուչարձանին մոտ եւ կատարվեցավ բարեխոսական աղոթք։ Խոսքերով հանդես եկան Իրանի խորհրդարանի մեջ Թեհրանի եւ Հյուսիսային Իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյան, Թեհրանի հայոց թեմի թեմական խորհրդի անդամատբիր Հայրիկ Աղանյան, Իրանի հայ ավետարանական եկեղեցու համայնքապետ վերաբադվելի Միշել Աղամալյան։ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեբուհ arczepiskopos Սարգսյանի օգնական Արաքել Ափեղա Քադեջյան փոխանցեց սրբազան հոր պատգամը, իսկ օրվան բանացեվը եւ գազմագերբիչ հանձնախումբին խոսքը ընթերցեց Ալին Շահմիրզանյան։
Խոսքերուն հաջորդեց զաղիներու խոնարհում եւ խնգարգություն ի հիշադակ 1.5 միլիոն սրբատասված նահատակներուն։ Այս տարի արարողություններուն իրենց մասնակցությունը բերին մեծ թիվով հայորդիներ, որոնք հավատքի ընթացքին վանգարգեցին բանջարդիրական ղարքախոսեր։ Նույն օրը երեկոյան Արարատ մարզավանի Սուրբ Խաչ Մադրան շրջապագին մեջ տեղի ունեցավ ջահի օրհնություն Կադեջան հայր Սուրբին գոմե։ Օրհնված ջահը գրեց Հոհիտա Ռոստոմ երդասարտական միության հիմնադիր Սերունտեն Մուշեղ Զադրյան։ Աբա 110 ջահագիրներ իրենց ջահերով Սուրբ Խաչ Մադուրեն գալեցին դեպի Սասունցի Դավիթ մարզադահլիճ, ուր տեղի ունեցավ Տեհրանի հայտարարի հանձնախումբի կողմէ կազմակերպված կենտրոնական ցերնարգը։ Թեև որոշված էր, որ այս այթով բանախոսությամբ հանդես կար Հայաստանին հրավիրված Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր, վերլուծաբան եւ լրագրող Աբրահամ Կասպարյան, սակայն Հայաստանի իշխանություններուն կողմէ տրված արգելքին պատճառով ան չկարողացավ իրան մեկնել։ Կենտրոնական ցերնարգին հայտարարի հանձնախումբին խոսքը փոխանցեց Սարենե Թորոսյան, Տեհրանի այոց թեմի պատգամավորական ժողովին խոսքը Ադենաբեդ Սուրիկ Աբնուսյան։ Օրվան բանախոսներ Ալիկ Օրաթերթի գլխավոր խմբակիր Արամ Շահնազարյան, իսկ Տեհրանի այոց թեմի առաջնորդ Սեբու arczepiskopos Սարգսյանի խոսքը փոխանցեց Արաքել Աբեղակադեջյան։ Նոր ճուղայի մեջ հայոց ցեղասպանության 110-ամյակին առիթով 5-շաբթի 24 ապրիլի երեկոյան Արարատ միության սրահին մեջ տեղի ունեցավ ցերնարգը։ Հայոց ցեղասպանության 110-ամյակի ողջագործական ցերնարգներու զիրի մեջ չորեքշաբթի 23 ապրիլի երեկոյան Նոր ճուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքի Սուրբ Հովսեփ Արիմատասի եկեղեցու մեջ նախագահությամբ Սպահանի այոց թեմի առաջնորդ Ստիպան arczepiskopos Քեչեջյանի դեղի ունեցավ հսկումի գարկ սրբատասված նահատակներու իշադակին, ապա վանքի շրջապագի մեջ հայոց ցեղասպանության հուշարձանին արչև կատարվեցավ հանրահավաք։ Հայոց ցեղասպանության 110-ամյակին Լոս Անջելեսի բանջարդեր հայությունը 24 ապրիլին իրականացուց շարք մցերնարկներ, շեշտը տնելով միասնականության, արդար հատուցման ապահովման եւ ուրացման չանքերուն թեմ։ Արևմտյան Ամերիկայի հայտարարի հանձնախումբին, հայոց ցեղասպանության հանձնախումբին, հայոց ցեղասպանության ողջագործման Լոս Անջելեսի միացյալ մարմինին եւ Արևմտյան Ամերիկայի հայ երիտասարդաց տաշնակցության գազմագերբած նախաձեռնությունները դպավորիչ պատկամը փոխանցեցին այս նպատակներուն նվիրելու։ Արևմտյան Ամերիկայի հայտարարի հանձնախումբի ադենաբեդ Օշին Հարությունյան հայտնեց, որ ապրիլ 24-ը միայն սուքի օր չէ, այլ նաև անհաբախ գործի անցնելու եւ ընդգծելու, որ նույնիսկ քիշելը թիմադրության միջոց է եւ գիտակցելու, որ միասնականությունը մեր ուժն է։ Ապրիլ 24-ի առավոտյան հայոց ցեղասպանության Մոնտեբելոյի հուշարձանին առջև դեղի ունեցավ աղոթք եւ ձաղգեբսակներու զեդեղման արարողություն, որում մասնակցեցան կրոնական եւ համայնքային ղեկավարներ, pedagogan պաշտոնատարներ եւ հարյուրավոր հայորդիներ։ Հետմիջօրեին հայ երիտասարդաց տաշնակցության առաջնորդությամբ Լոս Անջելեսի մեջ Թուրքիո տեսփանադան առջև դեղի ունեցավ փողոքի դարեգան ցույցը, որում մասնակցողները թրքական իշխանություններն անգամը եւս պահանջեցին, որ ճանչնան հայոց ցեղասպանության պատմական իրողությունը։ Արևմտյան Ամերիկայի հայ երիտասարդաց տաշնակցության կենտրոնական վարչության անդամ Անի Ղազարյան շեշտեց, թե պայքարը միայն հիշելու համար չէ, այլ թիմադրելու, թե Հայաստանի, թե Արցախի եւ թե Սփյուռքի տարածքին, չափազանց կարևոր նկատելով պայքարի շարունակականության ապահովումը։ Իր գարքին Արևմտյան Ամերիկայի հայտարարի հանձնախումբի վարչության անդամ Աստինե Սուլեյմանյան հայտնեց, որ ցեղասպանության ընթացքին դեղի ունեցածը ոչ թե հագամարտություն հետևանք էր, այլ ամբողջ ազգը փնանջնջելու գազմագերբված գործողություն էր, եւ համայն աշխարհը դեղի ունեցածը պետք է ճանչնա իբրև ցեղասպանություն։ Հոհիտա Հայաստանի Քերակույն մարմինի անդամ ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյան հարցազրույցի ընթացքին անդրադառնալով այն երևույթին, որ արդյուն ենք շարժումի ներկայացուցիչներ ազգային ժողովի 107 պատգամավորներու նամակներ փոխանցած են, որոնցմով գարաչարգեն վարչապետի հրաժարականի պահանջի գործընթացին սկսիլ, ըսավ։ Նամակի մասին դերյակ եմ, ներքին փաստաթուղթերու շրջանառության ղարքով դերեկություն եկած է, որ կգտնվի ընդհանուր բաժնի մեջ եւ կհանձնվի արծերն, իսկ բովանդակության դակավին ծանոթ չեմ։
Պատգամավորները եղեք չէին, որ նման բան կա, անշուշտ որ դերյակ էին, ուղղակի կորզիկագազմ օգտագործելը ինքնանպատակ չէ, նպատակը հաջողություն արձանագրելն է։ Ինձի համար շատ հետաքրքրական է, որ գաղափարը առաջարկողները իրենք այդ գործընթացի մեջ ինչ պիտի կատարեն։ Իրենց ներդրումը ինչ պիտի լա, որովհետև բոլորս գիտենք, որ նման բան կա եւ բազմաթիվ ուրիշներ ալ կան, օրինակ, կառավարությունը ինք անվստահություն կհայտնե, դատախազը կմտնե եւ անդերի հաստատումներ կկատարե, սակայն հասկանալի չէ, որ ստեղծված պայմաններում մեջ անոնք իրատեսական չեն, հաստատեց պատգամավոր Խաչատրյան։ Արցախի նախկին վարչապետ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը ցավակցական ուղերձ մհղեց բոլոր աշխարհի գաթողիկներուն եւ Վատիկանին գոչ ուղեց հետամուտ ըլլալու Ֆրանցիսկոս Բաբիժարանկության չանքեր կորզացրելու հայ կերիներու ազատ արձակման համար։ Ցավակցակիր գոչի մեջ կսվի հետևյալը։ Վարդանյան ընտանիքը խորին ցավակցություն կհայտնի համայն աշխարհի գաթողիկե հավատացյալներուն։ Մեր միտքերը Սուրբ Պետրոս հրաբարագի մեջ հավաքված եւ աշխարհի բոլոր գաթողիկներուն հետ են։ Սուրբ Աթորին գոչ կուղենք Ֆրանցիսկոս Բաբիժարանկությունը հարկելով քայլեր ցերնարգել անարդար գերբոր փանդարգված 23 հայ կերիներու, ընդ որում Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման համար։ Սուրբ Աթորը գրնա կարևոր թեր ունենալ կերիներու ազատ արձակման դիվանագիտական ճանկերուն, արդարադատության եւ մարդկային արժանապատվության հանդեպ Ֆրանցիսկոս Բաբի նվիրումին հավատարիմ մնալու համար։ Անոնց շարունակական գալանքը գահագասե խաղաղության եւ հաշտության այն սկզբունքներուն, որոնց Ֆրանցիսկոս Բաբը մշտապես հետամուտ էր իր կահագալության ընթացքին։ Ինչպես Ֆրանցիսկոս Բաբը հայտնած էր, գրոնները չեն գրնար օգտագործվել պատերազմին համար։ Սուրբ է միայն խաղաղությունը։ Մենք կոչ կուղենք եկեղեցվո կորզնական գերբով գիրարել այս խոսքերը հայ կերիներու անհաբաղ ազատ արձակման մեր բանջին սադարգելով։ Այս քրիստոնյաները արժանի են հալածանքներեն պաշտպանություն ստանալ։ Անոնք իրենց հավատքին պատճառով այսօր կգտնվին դժվարություններու առջև։ Կորձելու ժամանակը հիմա է։ Մենք կոչ կուղենք խիղճ ունեցող բոլոր մարդոց միանալ արդարության եւ ազատության մեր գոչին, իբրև պաշտպանություն 23 հայ կերիներու, ընդ որում Ռուբեն Վարդանյանի, որոնք կգտնվին կերության մեջ միայն իրենց համոզումներու եւ ժառանգության պատճառով։ Երևանի մեջ կորձող Արցախի ներկայացուցչության շենքը, որը ըստ էության Արցախի կառավարության սեփականությունն է, անցած է Հայաստանի կառավարության տնօրինումին տակ։ Փասկինֆոյի դվյաներով դակավին 5 տարի առաջ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյան շենքը $800,000 գրավի տակ դրած էր Արցախ դրամատան մեջ։ Ինչպես ցանոթ է, անցնող շաբաթ ազգային ժողովը երկար քննարկումներեն յետք լրացումներ կատարեց Հայաստանի քաղաքացիական օրինակիրքին եւ իրավաբանական անձերու pedagogan արսենակրության, իրավաբանական անձերու առանցին ենթապաշտոններու, հիմնարկներու եւ ստեփականադերերու pedagogan հաշվարկումին մասին օրենքի մեջ։ Ըստ այդմ Արցախի մեջ արսենակրված գազམ་ագերբություններուն մինչև 31 դեկտեմբեր 2025 ժամանակ տրվեցավ, որբեսի անոնք վերստին արսենակրվին Հայաստանի մեջ իրենց աշխատանքները շարունակելու համար։ Այս բարակային հարց առաջացավ այն քույքերու մասին, որոնք Հայաստանի մեջ են եւ որը վեցեվով զանրապերնված են գոյություն ունեցող բարդավորություններով։ Փոփոխություններու հիմնական թեզը այն է, որ նկատի առնելով, որ Հայաստանի մեջ գտնվող քույքերը կշարունակեն գրավի տակ մնալ, իսկ Հայաստանի կառավարությունը գնաց է գարկ բարդավորություններ, ապա այդ քույքերուն հանդեպ իրավունքները կփոխանցվին կառավարության։ Հարկելի ունգընտիրներ, վանացայնի եթերով եւ թիմադեդրի էջով ներկայացուցինք հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Ցեզի հետ էին Սերլին, Գրիգորի եւ ցայնը հաղորդավար Նատալին։ Մնացեք միշտ վանացայնի ունգընտիր։